Ես մի քանի հարցեր ունեմ, բայց ընդհանրապես հարցերը նաև հանեցի, որովհետև հնչեցին նմանատիպ հարցեր, իսկ նրանք, որոնք գտնում եմ, որ կարող ենք աշխատանքային կարգով քննարկել, մենք նախարարության հետ առաջիկայում հանդիպում եք ունենալու աշխատանքային, ես հնարավոր է, որ հարցերի ամբողջ խումբը տեղափոխեմ մեր քննարկումներին, որովհետև ֆորմատն այդպեսին է ենթադրում, բայց մի քանի 1-2 դիտարկում անեմ, եթե արձագանք ունենաք, պարոն նախարար, արձագանքեք, որովհետև սրանք քաղաքացիների ստացված դիմումների հիման վրա բարձրացվող հարցեր են։ Մեկը վերաբերում է Ես հիմա բյուջեի ծրագրով տեսա եւ ամեն տարի, երբ որ հաջորդ տարվա բյուջեի նախագծում տեսնում եք երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների ապահովություն, այդ մի տեսակ նոնսենս է, 40 տարի մոտավորապես երկրաշարժից անց մենք տեսնում ենք դեռ այդ կատեգորիայի բնակապահովման խնդիր, բայց դրան զուգահեռ նաեւ մենք ունենք իրականություն, երբ որ օրինակ այդ նույն երկրաշարժից հետո դեռ խորհրդային միության ոչ ամբողջական փլուզման ընթացքում եղել են շինարարական կազմակերպություններ, ասենք Ագրոպրոմը Սպիտակում կառուցել են բնակարաններ, բայց խնդիրը եղել այդ բնակարանները վերջնական ակտի հասցնելու կամ բնակարանների թեկուզ կիսաանավարտ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման։ Գուցե եթե այս գործընթացները լինեին, որովհետև մենք այդպես ամբողջական թաղամասեր ունենք անգամ այդ երկրաշարժի գոտում, որոնց նկատմամբ բնակիչների սեփականության իրավունքը գրանցված չէ։ Եվ այսօր մենք այս թիվը որպես անօթևան չունենայինք։ Սրա հետ կապված նաև միջգերատեսչական հանձնաժողով կա կառավարությունում քննարկում են ինչպես այդ կիսակառույցները կամ հետո իրենց ջանքերով վերջնական կառուցվածքները օրինականացնեն։ Մեկը այս խնդիրն է, որ կարող է լուծվել, մյուսը Լեռնային Ղարաբաղի աջակցության ծրագրերի մեջ բնակապահովման։ Մենք ունենք նաև կատեգորիա, որ միայնակ անձինք են, ոչ կենսաթոշակային տարիքի, աշխատունակ տարիքի երիտասարդներ են, երկկողմանի ծնողազուրկ եւ ինձ դիմաց քաղաքացիների խնդիրն է, որ առաջարկվող միայնակ ըստ էության լինելով ոչ սոցիալական բնակարանի շահառու են, ըստ մեր չափորոշիչների, ոչ այդ գումարի սահմաններում կարող են այդ բնակապահովման ծրագրից օգտվել, գուցե մենք դիզայն իրականացնենք եւ որոշակի կատեգորիա առանձնացնենք, միածնող ընտանիք կամ միայնակ անձ, որը ասենք մանկատան սան է եւ նրա բնականային ապահովումը, որովհետեւ շարունակաբար բարեկամի ընտանիքում ապրելը դեռ չի նշանակում, որ բնականային ապահովությունը իրականացրեցինք։ Այս երկու խնդրին եթե արձագանք ունեք, համեցեք, մնացածը մենք կքննարկենք մեր հանդիպման ընթացքում։ Շնորհակալ եմ։ Տիկին Տիգրանյան, երկրորդ մասով դեմ չեմ, որպեսզի քննարկենք, ես ինքս ասացի, որ մենք հիմա նայում ենք այն կրիտերիաները, որոնցով որ սոցիալական բնակարան ենք հատկացնում մեր քաղաքացիներին եւ նույն օրինակ ձեր նշած մանկատան նախկին սաներ ունենք, որ հիմա ապրում են մեր սոցիալական բնակարաններում, այդ թվում որոնց ժամկետը լրացել է եւ մենք մոտավորապես չգիտենք ինչ անենք եւ պիտի լուծումներ գտնենք, համաձայն եմ ձեր հետ։ Ինչ վերաբերում է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին եւ ընդհանրապես այս բյուջետային հատվածին, մենք հիմնականում սա որպես բյուջետային մեր տող մեր մոտ է, բայց կատարողը մենք չենք։ Հա, ոչ միայն Խախշին, այնտեղ տարբեր պաշտպանության նախարարությունը, որոշ դեպքերում քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ այո, ցավոք սրտի մենք չենք լուծել, թեկուզ 40 տարի հետո երկրաշարժի հետևանքների հարցը տարբեր պատճառներով, պետության մեղավորությամբ, տարբեր տարիների, դուք ասացիք նաեւ դա անբարեխիղճ շինարարներ, մասամբ նաեւ մեր քաղաքացիների վարկագծի պատճառով, երբ որ օրինակ տուն են ստացել, բայց այդ տունը հետագայում իրացրել են այլ նպատակներով եւ իրենք շարունակել են ապրել ժամանակավոր տնակում, մենք հենց հիմա ես իհարկե անուններ parza չենք տա, բայց մենք հենց հիմա ունենք քաղաքացիներ, որոնք աղետի գոտում ունեն քարե շենքում նոր ստացած բնակարան, բայց ապրում են տնակում, որը միգուցե անընդունելի է, բայց դա իրենց ընտրությունն է եղել եւ այս մասով է պետքա որոշումներ կա։ Իհարկե խոսքը չի գնում մեր մյուս քաղաքացիների մասին, որոնք եւ չեն ստացել կամ այլ հանգամանքներ են եղել ընտանիքը մեծանալու, ընտանիքը կիսվելու, այլ հանգամանքներ իրար հետ կոպիտ ասած յոլա չգնալու, լեզու չգտնելու նույն հարկի տակ եւ առանձնացել են։ Ես դեմ չեմ, որ մենք նրանցով բոլորով պետք է զբաղվենք, որովհետեւ մեր համար բոլոր քաղաքացիները հավասար են, բայց հանգամանքները տարբեր են եւ երբեմն այդ տարբեր հանգամանքները տարբեր լուծումներ են ենթադրում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ պարոն նախարար պատասխանների համար։
Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։